Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Բերման ենթարկվածներից երկուսն էլ ազատ են արձակվել։ Ըստ ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի, տնային կալանք է կիրառվել 7 քաղաքացու նկատմամբ։ Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 հոգի, առերևույթ ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ ոստիկանական զգալի ուժեր են կենտրոնացվել։ Երկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվում է Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ 10 ամիս տևած քննությունից հետո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում փողերի լվացման եւ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ամեն ինչ սկսվել էր անցած տարվա հունիսի 17-ին Կարապետյանի հայտարարությունից։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել էր եւ մինչեւ օրս անազատության մեջ է։ Փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան, պահանջելով առաջնահերթ քննել տնային կալանքից ազատելու հարցը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը շեշտել է, որ ազատ արձակումն անհրաժեշտ է քաղաքական գործչին ապրիլի 21-ին կայանալիք կուսակցական համագումարին մասնակցելու համար։ Դատարան է եկել նաև Սամվել Կարապետյանի եղբայրը։ Դուք են կարծիքով ավելի լավ գիտեք, քան թե ես ցանկացած ելք մեր համար ընկալելի եւ ընդունելի կլինի։ Դա մեր բարգագիծը երբեք չի փոխվել։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, որ մինչև տարեվերջ ձեր եղբայրը պարոն Կարապետյանը կաղքատան է, ինչպես կմեկնաբանեք։ Դուք էլ մի բան ասա, էլի սուտա մի սուտ էլ դուք ասեք։ Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ։ Մինչև այդ Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանը վեհաժողովի հարթակում կարճատև շփումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Վրաստանի եւ մի շարք այլ երկրների գործընկերների հետ։ Միջխորհրդարանական միության լիագումար նիստի ընթացքում իր ելույթում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական նոր նախագծերին, Թուրքիայի հետ գործընկերության հնարավորություններին եւ գալիք սերունդներին խաղաղության ժառանգություն թողնելու կարեւորությանը։ Նա առանձնահատուկ կարեւորել է TRIP նախագիծը, այն համարելով կարեւոր հանգրվան տարածաշրջանային կապերի եւ միջազգային առևտրային ուղիների ընդլայնման համար։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Սամվել Դպիր Գրիգորյանը բաց նամակով դիմել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, հորդորելով պաշտոնից հեռացնել եւ կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Որպես դիմումի հիմնավորում նա նշել է Սրբազանի կողմից պատարակների ժամանակ վեհափարի անունը չհիշատակելը եւ եկեղեցական ժողովների հորդորներն անտեսելը։ Հեղինակը նաեւ ծանր մեղադրանք է ներկայացրել, նշելով, որ Անուշավան Սրբազանը Սուրբ Հարության տոնին եկեղեցու տարածքում ծեծի է ենթարկել սարկավակներից մեկին։ Ըստ Գրիգորյանի բարձրաստիճան հոգևորականը խախտել է եկեղեցական կանոնները, առանց թույլտվության համագործակցելով աշխարհիկ իշխանությունների հետ եւ մասնակցելով Մայրաթորի դեմ ուղղված քայլերին։ Սամվել Դպիր Գրիգորյանը կոչ է արել հավատացյալներին միանալ իր աղերսագրին հանուն եկեղեցու նվիրապետական կարգի պահպանման։ 45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան Դեմք շոու խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խմբի հաղորդագրությունում նշվում է, որ նա ավելի քան
արդեն 25 տարի լինելով դեմք շոուի մի մասնիկը, հայ հասարակությանը նվիրել է զվարճանք ու ծիծաղ, իսկ նրա Սայար Լյովա անմոռանալի կերպարը երկրպագուների ամենասիրելին է դարձել, զվարճացնելով հանդիսատեսին հայտնի երգերի հումորային անդրադարձներով։ Լևոնն ապրում ու աշխատում էր Միացյալ Նահանգներում։